Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Հանուն Հանրապետության Կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Բաբաջանյան։ Բարև ձեզ։ Պարոն Բաբաջանյան, օրերս ձեր Facebook-յան էջում գրել էիք, որ պետք է ստորագրահավաք նախաձեռնել Հայաստանում, Գյումրիում գտնվող 102-րդ ռազմաբազան հանելու հետ կապված դուրս բերելու պահանջով, ինչու հանկարծ այս հարցը դարձավ օրակարգային։ Ես կարծում եմ, որ շատ բնական զարգացման հետևանք է մեր նախաձեռնությունը, մեր կուսակցության, նաև ի նշանավորում են հայ-ռուսական 97 թվականի երկկողմ ռազմավարական գործընկերության վերաբերյալ պայմանագրի 15 նորացված պայմանագրի թարմացման 15-ամյակն է այս տարի 2010 թվականին Սերժ Սարգսյանի եւ Մեդվեդևի միջև Երևանում թարմացվեց այդ պայմանագիրը եւ ռազմակայանի ներկայությունը երկարաձգվեց մինչև 2044 թվականը, կարծում եմ հենց սա եւս մի լավ առիթ է նախհիշեցնելու այդ թվականը եւ ստորագրված այդ պայմանագիրը, պայմանագրով նախատեսված այն պարտավորությունները, որոնք Ռուսաստանը պետք է կատարեր եւ որոնք ոչ միայն թերացել է, այլև դավադրաբար դրա ուղղակի նաև մասնակիցն է եղել մի շարք հայ ժողովրդի Հայաստանի նկատմամբ գործված մի շարք ոտնձգությունների, այդ թվում նաև Հայաստանի տարածքի նկատմամբ, Հայաստանի սահմանների նկատմամբ, էլ չասած, որ ի վերջո հայ ժողովուրդը Հայաստանը հաշտ է եղել սեփական տարածքում այլ երկրի զինվորական ռազմական ներկայության, որովհետև ունեցել ենք Արցախի խնդիր եւ հանուն Արցախի խնդրի մենք ի վիճակի ենք եղել հանդուրժել այդ ռազմական ներկայությունը, երբ Արցախը չկա, իսկ Արցախը չկա նաեւ ռուսների լուռ համաձայնությամբ եւ դավադիր մասնակցությամբ դրանից հետո այլևս կարծում եմ օրակարգային հարց է դառնում առհասարակ ռազմակայանի ներկայության հարցը Հայաստանում եւ նրանց դուրս բերումը Հայաստանից ուղղակի կարծում եմ ծայրաստիճան մեր ժամանակի հրամայական է։ Պարզապես Թուրքիային զսպելու, այսպես ասած, հարցի անվան տակ է նաև այդ ռազմաբազայի ներկայությունը հիմնավորվում։ Դե չեմ կարծում, որ որևէ մեկը կգտնվի, ով պատկերացնում է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև այսօր գոյություն ունեցող հարաբերությունների խորությունը եւ մասշտաբը թույլ է տալիս մեկին մտածել, որ ռուսները կարող են հայերին, Հայաստանին պաշտպանելու համար թուրքերի հետ գնան որևէ առճակատման։ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները վաղուց դուրս են սովորական գործընկերային կամ նույնիսկ ստրատեգիական հարաբերությունների շրջանակից դրանք վաղուց արդեն դաշնակցային բնույթ ունեն, թե Թուրքիան եւ թե Ադրբեջանը գերկարևոր գործընկերներ են երկուսն էլ Ռուսաստանի համար տնտեսական իմաստով, թոք միջև քաղաքական իմաստով Պուտինը որևէ խնդիր չի տեսնում օրինակ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայում Ուկրաինայի հարցով որևէ բանակցություն անցկացնել, մինչև Վատիկանում այդպիսի քննարկումը նա չէր կարողանում պատկերացնել, որովհետև ՆԱՏՕ-ի անդամ Իտալիան նրանք դիտարկում են որպես թշնամի։ Հետևաբար, այստեղ շատ էական է, որպեսզի մենք իրերը իրենց անուններով կոչենք եւ հստակ նշենք, որ որևէ տարբերություն չկա Թուրքիայի եւ Ռուսաստանի միջև այս տարածաշրջանում։ Թուրքիան սպառնալիք է հայ ժողովրդի ֆիզիկական գոյության, Ռուսաստանը սպառնալիք է հայկական պետականության կազմաքանդման։
եւ այստեղ եւ մեկը եւ մյուսը հավասար սպառնալիքներ են եւ մեր գործողություններն էլ պիտի բխեն դրանից մենք ոչ թե պիտի ռուսներին այստեղ դուրս դնելով մտածենք թե թուրքերը ինչ կանեն այլ պիտի նախ թուրքերի հետ կարողանանք հարաբերությունների այնպիսի մակարդակ ապահովել որպեսզի այդ սպառնալիքը հնարավորինս նվազեցնենք Հայաստանի քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական կշիռը պիտի այնքան բարձրանա եւ այնքան կարեւոր դառնա աշխարհի համար, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ որևէ ոտնձգություն ձեռնարկելիս ուրեմն 10 անգամ ավել մտածի։ Իդեպ մամուլում տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանն է առաջիկա օրերին հունիսի 20-ին մեկնելու Անկարա Էրդողանի հետ հանդիպելու, ըստ այդ հրապարակումների քննարկվելու է հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր, վարչապետի աշխատակազմը ոչ հերքում է, ոչ հաստատում, նշելով, որ վարչապետի այցերի վերաբերյալ տրամադրվում են պատշաճ տեղեկություններ, նախ դուք այս այցը իրատեսական համարում եք եւ պետք է նման այց լինի, թե ոչ։ Ես շատ ուրախ կլինեմ, որ նման այց լինի եւ կուզեմ, որ գոնե Թուրքիայի հետ մենք սովորական դարձնենք այդպիսի այցերը, հաշվի առնելով նաեւ, որ հաջորդ տարի Եվրոպական համայնքի գագաթնաժողովը պիտի տեղի ունենա Հայաստանում եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Թուրքիայի նախագահը եւս մասնակցի եւ ներկա գտնվի այդ գագաթնաժողովին, ես կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների լավարկման այս հանգրվանում շատ կարևոր է որպեսզի Երևանի եւ Թուրքիայի, Երևանի եւ Անկարայի միջև իրապես հարաբերությունները կարգավորելուն ուղղված քայլերը ավելի տեսանելի, ավելի շոշափելի դառնան եւ դուրս գան քլաչ Ռուբինյան ուրեմն ետնաբեմում հերախոսային շփումների այս շրջանակից կարծում եմ նույնիսկ հարաբերությունների չգոյությունը պիտի խոչընդոտ չլինի դիվանագիտական հարաբերությունների չգոյությունը չպիտի խոչընդոտ լինի որպեսզի փոխայցեր լինեն գիտենք որ նախագահի գերթմնակալությանն է Փաշինյանը եղել Անկարայում եւ եթե այդպիսի այց իրապես տեղի ունենա ես միայն կողջունեմ այդպիսի այցը նաև կարծում եմ, որ վերջին շրջանի բավական հուսադրող հայտարարությունները հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ Անկարայից եկող եւս խոսում են այն մասին, որ Երևանի ջանքերը սկսում են իրապես արդյունք տալ եւ Թուրքիան ավելի ու ավելի հակված է հասնել լիակատար խաղաղության կամ խաղաղության պայմանագրի կնքման Երևանի եւ Ադրբեջանի միջև։ Պարոն Բաբաջանյան, տարածաշրջանում կարծեք թե իրավիճակը գերլարված է, հաշվի առնելով Թրամփի վերջին կարգադրությունները Մերձավոր Արևելքում իր դեսպանություններին, Իրան-Իսրայել այս հայտարարությունները հարձակման հետ կապված, սա ինչ ազդեցություն կարող է ունենալ ընդհանրապես տարածաշրջանի Հայաստանի վրա։ Կարծում եմ ծանրագույն հետևանքներ կարող են լինել, հաշվի առնելով Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունները եւ Իսրայելի վերջին տարիներին, հատկապես 20 թվականից ի վեր Իսրայելի շահագրգռությունը ամեն գնով ավելի ու ավելի ուժեղ դիրքերում պահելու Ադրբեջանի ներկայությունը մեր տարածաշրջանում, իսկ դա մենք հասկանում ենք, որ գին ունի եւ այդ գինը Ադրբեջանը պիտի վերադարձնի Իրանի նկատմամբ ուրեմն շատ որոշակի գործողությամբ հստակ ծառայություններ մատուցելով Իսրայելին ընդդեմ Իրանի եւ իհարկե եթե տարածաշրջանը հուսամ, որ այդպես չի լինի, եթե կրակի մեջ է հայտնվում եւ Իրանի եւ Իսրայելի միջև այլ դերակատարների ներգրավմամբ, այդ թվում է Միացյալ Նահանգների սկսվում է արճակատում արդեն կոնկրետ հրթիռների ներգրավմամբ
չի բացառվում, որ Ադրբեջանը իր համար հարմար իրավիճակ համարի եւ օրինակ լայնածավալ էսկալացիայի կամ հարձակման օրինակ պատուհան տեսնի Հայաստանի ուղղությամբ։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ մինչև ուր կսրվի իրավիճակը եւ արդյոք այնինչ տեղի ունենում սոսկ բեմականացում է, թե իրական գետնի վրա պատերազմի իրական ուրեմն սպառնալիք կա եւ այդպիսի հնարավորություն կա հաշվի առնելով, որ այսօր ընդամենը ժամեր առաջ հայտարարվեց, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև նոր բանակցությունների տեղ եւ ժամ է նշանակված, օր է նշանակված շաբաթ օրը տեղի ունենալու այդ հանդիպումը եւ Օմանում է լինելու եւ սա կարևոր նորություն է, հույս ունեմ, որ ընդհանրապես բանակցությունների այս բարբերականությունը եւ բանակցություններն առհասարակ ուղղակի իջիկ կդարձնեն պատերազմի հնարավորությունը։ Մենք հասկանում ենք նաեւ, որ Իսրայելում ներքաղաքական խորը ճգնաժամ է եւ դիմակայությունը ներքաղաքական ուրեմն դերակատարների միջև եւ պատերազմը Բենյամին Նեթանյահուին իշխանության վրա պահելու միակ ռեսուրսն է մնացել, եթե Միացյալ Նահանգներին հաջողվի այնուամենայնիվ թույլ չտալ, որպեսզի Իսրայելը եւ Իրանը ներքաշվեն պատերազմի մեջ, կարծում եմ, որ սա կդառնա վերջին հնարավորություն առհասարակ իշխանության մնալու ուրեմն Իսրայելի վարչապետի եւ քաղաքական փոփոխությունները, արմատական փոփոխությունները, նոր ուժերի հայտ գալը, պատերազմին դեմ քաղաքական դերակատարների հայտ գալը բոլորովին նոր իրավիճակ կստեղծի մեր ցավոտ արևելքում։ Իրավիճակը Հայաստանի ներքաղաքական կյանքում շարունակում է լարված մնալ։ Նիկոլ Փաշինյանը վերջին 2 շաբաթվա ընթացքում 20-ից ավելի ստատուս է գրել, որոնցով փորձում է կաթողիկոսին գահանգեց անել։ Դուք ինչպես եք մեկնաբանում տեղի ունեցող այս զարգացումները։ Առաջի օրից մենք մեր կուսակցությունը, ես անձնապես ունեցել ենք հստակ դիրքորոշում, մեզ համար հստակ է, որ առհասարակ եկեղեցու հարցերը շատ նուրբ են եւ երբեմն մեր պատկերացումները, աշխարհականների պատկերացումները եկեղեցու ներքին կյանքի կանոնական դրության մասին անհրաժեշտ չափով, պատշաճ չափով գիտակցված չեն։ Եվ Նիկոլ Փաշինյանին թվում է, թե մի ստատուսով կամ 20 ստատուսով հնարավոր է սասանել երկրի եկեղեցու ներքին կյանքը, եկեղեցու ներքին միասնականությունը։ Կարծում եմ, որ մինչև վերջ հաշվարկված չի, որքան էլ ինչ որ իմաստով շատերը փորձում են արդարացնել այս գործողությունները 1 տարի առաջ սկսված քաղաքական գործունեությամբ Բագրատ Սրբազանի, որը արվում էր վեհապարի անմիջական օրհնությամբ, դրա մասին Բագրատ Գալստանյանը քանիցս հայտարարել է եւ ըստ էության Նիկոլ Փաշինյանի համար կարծես հնարավորության պատուհան է ստեղծվել միջև ընտրություններ եկեղեցուն դուրս բերել քաղաքական ազդեցության այսպես դաշտից այնուամենայնիվ կարծում եմ, որ հաշվարկները ամբողջությամբ պատշաճ կերպով չեն արվել եւ եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, որ կուսակրոնության ուխտը դրժած վեհապար հայրապետին կարգալույծ անելով կամ նրան վեհարանից դուրս բերելով մայրաթորձ Սուրբ Էջմիածնում կգտնվի օրինակ իրեն ավելի լոյալ այլ կուսակրոն հոգևորական, ով չի ունենա երեխա կամ կին, չարաչար սխալվում եք։ Եկեղեցին ինքը շատ ներքին
խնդիրների առաջ է եւ կարծում եմ, որ թե բարոյական նկարագիրը հոգեվորականների, թե նրանց բարևարկությունը եւ թե ընդհանրապես նրանց ուխտին, կուսակրոնության ուխտին հավատարիմ լինելու հարցերը այնքան էգզիստենցիալ են նույն եկեղեցու համար, որ գոնե հույս ունեմ, որ այս դիմակայությունը Վեհափառ Հայրապետի եւ Նիկոլ Փաշինյանի սթափվելու եւ եկեղեցու ներսում բարեփոխումների մի ահռելի գործընթաց սկսելու հրամայական կստեղծի եւ սա իրապես եկեղեցու ներքին կյանքը վերափոխելու հնարավորություն կդառնա։ Ինչ վերաբերում է քաղաքականությանը կամ եկեղեցու քաղաքական սահմաններից ներս անցնելը եւ քաղաքական սահմանը կարմիր գծերը անցնելը, հատելը, որևէ մեկը չի պատկերացնում, որ եկեղեցու նման ահռելի կարևոր ինստիտուտ կարող է Հայաստանում ուրեմն գործել, կենսագործել եւ դուրս մնալ քաղաքական կյանքից։ Ի վերջո մենք քանիցս նաեւ կոչ ենք արել, որպեսզի եկեղեցին ակտիվորեն ներգրաված լինի եկեղեցական դիվանագիտության մեջ։ Եկեղեցին անարձագանք չթողնի Ադրբեջանի ակտիվ օրինակ աշխատանքները Վատիկանում, կաթոլիկ եկեղեցուց ներս, որպեսզի ռուս եկեղեցու վերջին գործողություններին անպայման արձագանքի եւ անարձագանք չթողնի օրինակ Կիրիլի վերջին պարգևատրման խայտառակ փաստը Ադրբեջանի նախագահին եւ այդպիսի շատ ու շատ այլ իրադարձություններ, ինչպիսին օրինակ Պուտինի Բաքու կատարած այցի ժամանակ քննարկումներ, որ Սուրբ Բարթողիմեոսի ընդհանրապես Բաքվի որպես գլխավոր սուրբ հռչակելու ռուս եկեղեցու, Ռուսաստանի պետության, այսպես ջանքեր էին նույնիսկ քննարկվում եւ հայ եկեղեցին Մայրաթոր Սուրբ Էջմիածինը դրանց վերաբերյալ ոչ մի ծպտուն չի հանել այս ամբողջ ընթացքում։ Եվ եթե մենք ցանկանում ենք, որ եկեղեցին իրապես դերակատարություն ունենա մեզանում, դա նշանակում է, որ եկեղեցին պիտի ակտիվորեն ներգրաված լինի քաղաքականության մեջ, բայց ոչ ներգրաված լինի հոգուտ այս կամ այն կողմի, հոգուտ իշխանության կամ ընդդիմության, այլ առհասարակ պետք է գտնվի պետության, պետականության կողքին եւ իր հիմնական առաքելության մեջ Դուք ինչ պիտի եք մեկ կարծում իմաստ լինի հայրենիքի անվտանգության ամրապնդումը, հայրենիքի հզորությունը, հայրենիքի բարոյական նկարագրի պահպանումը եւ նրա անաղարտ պահելը։ Դուք ինչ եք կարծում Նիկոլ Փաշինյանին կհաջողվի իր սկսած ավարտին հասցնել, այն է կաթողիկոսի հեռացնել, հա, Գարեգին II-ին հեռացնել կաթողիկոսի գահից։ Տեսանելի ապագայում այդպիսի հնարավորություն չեմ տեսնում, որտեղ այդպիսի մեխանիզմներ ուղղակի գոյություն չունեն այս պահին, որոնք հասանելի են Նիկոլ Փաշինյանին եւ այն մեխանիզմները, որոնք ինքը առաջարկում է իր գրառումներով, ինչ որ խումբ ստեղծել, որոնք կքննարկեն կամ առաջարկներ կբերեն, թե ինչպես պիտի Վեհափառին դուրս բերելու օրակարգի շուրջ համախմբում պիտի լինի, չեմ տեսնում այդպիսի հնարավորություն։ Հակառակը տեսնում եմ, որ եկեղեցին ավելի կոնսոլիդացվելու է այս փուլում եւ որտեվ յուրաքանչյուրը նաեւ իրեն է տեսնում հաջորդը, որ կարող է հայտնվել վարչապետի թիրախում, որովհետեւ եկեղեցում իրապես նաեւ այդ բարոյական նկարագրի կուսակրոնության հետ կապված համատարած խնդիրներ կան եւ այդ խնդիրները այդպես գրառումներով չեն կարող կանոնակարգվել։ Այդ թվում միջև կաթողիկոս կան այդ խնդիրները։ Միջև կաթողիկոս կան այդ խնդիրները, այո, չկա այնտեղ կարող եմ ասել գրեթե որևէ կուսակրոն հոգևորական, որ ներքաշված չլինի այդ արտամուսնական պես կապերի մեջ։ Գուցե դա պետք է պարզապես հանել այս եկեղեցական կարգ ու կանոնից այդ սահմանափակումը։
Դա էլ եկեղեցու քննարկման հարցն է։ Ես հիշում եմ, որ երբ ես հայ եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ էի եւ սանն էի գործող կաթողիկոսի, այդպիսի քննարկումներ եղել են եւ ես հիշում եմ, որ նաեւ Գարեգին Սրբազանը այն ժամանակ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդի պաշտոնում նաեւ կողմ էր, որ այդպիսի քննարկում լինի եւ այդպիսի հարց դրվի, բայց հասկանում ենք նաեւ, որ այդպիսի խորը ֆունդամենտալ փոփոխությունների համար եկեղեցին պիտի երկար քննարկումների փուլ անցնի եւ նաեւ այն պատճառները պիտի ուսումնասիրվեն, թե ինչպես օրինակ կուսակրոնությունը հաստատվեց հայ եկեղեցում։ Դրանք հիմնականում կապված էր այն իրողության հետ, որ նվիրատվությունները, հոգևորականները ժառանգում էին իրենց զավակներին եւ եկեղեցուն նվիրաբերված հարստությունը ըստ էության չէր մնում եկեղեցուն եւ օրվա իշխանությունը պապ թագավորից սկսած այդպիսի կարգ սահմանեց, որպեսզի կարողանան եկեղեցու նվիրաբերված հարստությունը կարողանան պահպանել եկեղեցու համար եւ այդ բյուզանդական ազդեցությունը ներմուծվեց մեր եկեղեցի եւ մենք ունենք փաստորեն աշխարհիկ հոգևորական, որը ամուսնացյալ հոգևորականն է եւ ներմուծվեց նաեւ կուսակրոնության այդ ինստիտուտը։ Պարոն Բաբաջանյան, իսկ կաթողիկոսը երբ էր ցանկանում այդ հարցը քննարկման առարկա դարձնել այդ կուսակրոնության 90-ականների սկզբին, երբ ես ճեմարանի ուսանող էի, երբ ես հայ եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ էի եւ մեր այսպես երիտասարդների հետ քննարկումների, շփումների ժամանակ, երբ մենք այդ հարցերը բարձրացնում էինք, վեհապարը երբեք այսպես կտրուկ չէր մերժում կամ հակառակվում, միշտ էլ եղել է կողմ, որպեսզի ուրեմն հարցը առնվազն քննարկման առարկա դառնա։ եւ հետո գործուն ինչ որ քայլեր չեն արվել։ Չի արվել, որովհետև կարծում եմ, որ նաև վեհապարի ուժերից վեր է այս պահին այդպիսի խորը հարյուրամյակների ավանդության այդպիսի ավանդությունը կարողանա ուրեմն մեկ իր որոշմամբ ուրեմն հարցը դուրս բերվի առասարակ կիրառությունից։ Կարծում եմ այդպիսի որոշման հասնելու համար անհրաժեշտ է շատ երկար ճանապարհ, անհրաժեշտ է հայ եկեղեցու բոլոր հատվածների համախոհություն, այդ թվում Կոստանդնապոլսի, Երուսաղեմի, նաև Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսության եւ սա ասեմ, որ սա միայն հայ եկեղեցու հարցը չի կարող դառնալ, սա էապես կազդի հայ եկեղեցու այլ եկեղեցիների հետ ունեցած հարաբերություններին։ Ի վերջո հասկանում եք, որ կուսակրոնության ուխտը եւ կուսակրոնության փաստն է նաեւ, որ հնարավորություն է տալիս օրինակ ամենայն հայոց կաթողիկոսին հարաբերվել իր գործընկեր այլ եկեղեցիների պետերի հետ, Խպտի եկեղեցին է, Մարոնիտ եկեղեցին է, ուղղափառ եկեղեցիներն են, որտեղ իրենց հանգամանքները նաեւ կուսակրոնության հանգամանքները թույլ է տալիս անարգել այդպիսի կապեր հաստատել, կաթոլիկ եկեղեցու պետն է, այնտեղ ընդհանրապես կուսակրոնություն է կաթոլիկ եկեղեցում, այնտեղ ամուսնացյալ որևէ ինստիտուտ չկա, օրինակ ռուս եկեղեցում կա, հույն եկեղեցում չկա, այս հարցերը շատ էական են եւ դրանք միայն մեր ներքին եկեղեցուն առնչվող հարցեր չեն, դրանք տիեզերական եկեղեցու ներսում հայ եկեղեցու դերի, հայ եկեղեցու նշանակության հարցերին են վերաբերում։ Ինչու հավատացյալների ակցիան, այսպես ասած, դիմավորման ակցիան չզսպեց Նիկոլ Փաշինյանին։ Որովհետև ի վերջո ես կարծում եմ, որ բոլորը վստահ էին, որ վերջին օրերի այդ գրառումները, այդ ցասումը, որ գալիս էր Նիկոլ Փաշինյանից, առնվազն
տեսանելի կերպով պիտի փոխեր մարդկանց ներկայության հարցը դիմավորման այդ ակցիայի ժամանակ, բայց մենք նույն դեմքերը տեսանք, նույն են մարդիկ, ովքեր որ մշտապես հրապարակներում են լինում շատ կոնկրետ պահանջներով, որոնց մնայուն կերպով նաև եկեղեցին մշտապես միացել է եւ որևէ նորություն չկար։ Եթե իրապես եկեղեցու դեմ կամ կաթողիկոսի դեմ սկսված այս արշավը շատ մեր հայրենակիցների մոտ այսպես անընդունելի եւ անթույլատրելի մղումներ առաջացնեին կամ այդպիսի զգացողություններ առաջացնեին, կարծում եմ, որ շատ ավելի մեծ եւ զգալի կլիներ այդ դիմավորման ամբողջ միջոցառումը, դա էլ վստահաբար իր գործողությունների մեջ հաջորդող գործողությունների մեջ տեսանելի կդարձներ եւ ավելի զուսպ կդարձներ Փաշինյանին։ Մենք տեսանք, որ այդ դիմավորումը էական որևէ սրբագրություն չի մցրել, հակառակը դրանից հետո կարծես ավելի սաստկացել, ավելի վերջնագրային են դարձել իր գրառումները։ Ինչու, որովհետև օրինակ կազմակերպիչներից մեկը Վանեցյանն էր, Դաշնակցությունը, հա, անդիմությունը, դա է պատճառը։ Որոնք որևէ պոպուլյար այսպես գործիչներ չեն, հակառակը նրանց ներկայությունը ավելի ու ավելի զազրելի է դարձնում ուրեմն այս ամբողջ տեղի ունեցողը եւ շատերը նույնիսկ եթե վեհապարի դեմ անձնապես ունեն շատ որոշակի գուցե համակրանք Վանեցյանի, Իշխան Սաղաթելյանի եւ մյուսների ներկայության պատճառով այդ համակրանքը նույնիսկ դադարում է պատշաճ կերպով դրսևորվել եւ վեհապարը ինքը պիտի թույլ չտար, որ այդ մարդիկ գային եւ իր թիկունքում կանգնեին, հակառակը վեհապարը պիտի ձգտեր նոր քաղաքական եւ հասարակական դերակատարներ ներգրավել է շարժման մեջ, որպեսի ցույց տար, որ գոնե վերջին գործողությունները էապես փոխել են եւ ավելացրել են իր նվիրալների կամ իր հավատավորների այսպես շրջանակը, բայց ոչինչ չի փոխվել, Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, այս բոլորը եղել են վեհապարի կողքին կանգնած եւ որևէ նոր շրջանակ չի ավելացել։ Ես սա ցավով եմ ասում, որովհետև կարծում եմ, որ շատ օգտակար կլիներ, որ առասարակ եկեղեցին, իսկ ես կարծում եմ, որ այն ինչ որ տեղի ունենում եկեղեցու դեմ չի, կոնկրետ Գարեգին Վեհապարի դեմ է եւ ժողովրդի դուրս չգալու, ժողովրդի այսպես գործողության չդիմելու այս իրողությունը, նաեւ այս փաստը հաստատում են, որ մարդիկ չեն ընկալում, որ սա եկեղեցու դեմ հարձակում է, որ սա կոնկրետ Գարեգին Վեհապարի եւ Նիկոլ Փաշինյանի ուրեմն դիմակայությունն է, որը շատերի գնահատմամբ արդարացված է։ Եվ նույն Վանեցյանը չի բացառում, որ կարող է քաղաքացիական բախման հանգեցնել, քաղաքացիական պատերազմի հանգեցնել Փաշինյան կաթողիկոս այս հերակա տարաձայնությունները, բվիճաբանությունը, բանավեճը։ Դե կարծում եմ, որ իրենց հաշվարկների մեջ իրենք ունեն այդպիսի պլան եւ պլաններից մեկը կարող է եւ հենց քաղաքացիական բախումները լինեն, ուղղակի չգիտեմ իրենք քաղաքացիական բախումներ ասելով ինչ նկատի ունեն։ Նրանք ովքեր եկեղեցու այսպես կոչված հետևորդներ են վանեցյանական կամ դաշնակցական շրջանակներ ընդդեմ նրանց ովքեր Փաշինյանի հետևորդներն են։ Այդ մարդիկ իրենց նույնացնում են հայ եկեղեցու զավակների, ասում են, որ մենք հայ եկեղեցու հետևորդ ենք, հայ եկեղեցու զավակ ենք, այդպիսի բան է ասում իր բոլոր գրառումներում նաև Նիկոլ Փաշինյանը եւ ասում է որպես հավատացյալ եւ որպես հայ եկեղեցու հետևորդ, որպես ամենօրյա աղոթ կանող մեկն է, որ ցավում է իր սիրտը ամենայն հայոց կաթողիկոսության համար, ամենայն հայոց կաթողիկոսի գահի
ուրեմն ճակատագրի համար եւ դրա համար էինք այս նախաձեռնության սկիզբը դրել, բայց դե մենք հասկանում ենք, չէ, որ սրա տակ շատ լրջագույն քաղաքական պատճառներ կան եւ Վանեցյանի եւ մյուսների հայտարարությունները այս կամ այն կերպ նաեւ աշխարհակահաղական կենտրոններից եկող գործողությունների շատ որոշակի շրջանակ է պարունակում։ Վերջերս ռուսական մամուլը հայտարարում էր, որ օրինակ Նեզավիսիմая գազետան գրում էր, որ եկեղեցի նախկին իշխանությունների վերջին մնացորդն է, վերջին բաստիոնն է։ Մենք տեսանք, որ վեհապարը օրինակ որևէ խնդիր եւ որևէ դժվարություն չտեսավ Բելարուսիա այցելելիս։ Ի վերջո Լուկաշենկոն մենակ Նիկոլ Փաշինյանին չէր վիրավորել էր ամբողջ հայ ժողովրդին եւ կարելի էր օրինակ հետաձգել Մինսկում հայ եկեղեցու օծման արարողությունը կամ վեհապարը ինքը անձամբ կարող էր չօծել, որևէ եպիսկոպոս կարող էր գնալ օծել եւ այդ եկեղեցին կգործեր առանց վեհապարի օծման։ Տվյալներ կան, որ օրինակ շատ որոշակի գործողություններ եւ քայլեր են նախանշվել, քննարկվել Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ, իսկ պետք է այդպիսի փակ հանդիպում է պարզվում է եղել Բելարուսիայում եւ որի մանրամասները հայտնի են դարձել Փաշինյանին եւ վերջին այս գործողությունները մեծապես կապված են նաեւ այդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։ Կաթողիկոսը եւ Բելարուսի նախագահ Կաթողիկոսը Գագիկ Ծառուկյանը եւ Լուկաշենկոն։ Եվ ինչ մանրամասներ է հայտնի դարձել Փաշինյանին։ Ես շատ մանրամասների մեջ չեմ մտնի, բայց դա միջև միջև 2026 թվականի ընտրություններում հայ եկեղեցու ամենայն հայոց կաթողիկոսի ակտիվ դերակատարության հարց է քննարկվել, ընդհանուր միջև գործողությունների, որոշակի ծայրահեղ գործողությունների մեջ ներքաշվելու, ներգրավվելու շուրջ պայմանավորվածություններ են կայացվել։ Մասնավորապես ինչպես պետք է գործողություններին մասնակից լինի Դե օրինակ 2024 թվականին Բագրատ Գալստանյանը, երբ որ ազգային ժողովի շենքը գրոհելու հրամաններ էր արձակում, որևէ մեկը կպատկերացներ, որ խաղաղության եւ համերաշխության կոչ անելու կոչված եկեղեցականը կարող է այդպիսի արնախում եւ այդպիսի ծայրահեղ քայլերի մղի ժողովրդին եւ տեսանք, որ տասնյակ մեր քաղաքացիներ ոստիկանական անհամաչափ գործողությունների արդյունքում ուղղակի վիրավորում ստացան։ Դրանից որևէ կերպ քաղաքացիներ եմ ասում։ Ոստիկանների անհամաչափ ուժի գործադրման արդյունքում։ Ես ոստիկաններ են վիրավորվել։ Չէ, կարծեմ Չէ, քաղաքացիներ։ Եվ չտեսա, որ եկեղեցին սղճացել է իր գործողությունների համար։ Եվ սա ցույց է տալիս, որ եկեղեցին նախկին իշխանությունների վերարտադրության համար, նրանց հաղթանակի համար պատրաստ է ամենածայրահեղ գործողությունների, օգտվելով մեր ժողովրդի մեջ եկեղեցու նկատմամբ ունեցած ծայրահեղ ակնածանքի, հարգանքի, նվիրումի իրողություններից։ Իսկ ինչու Լուկաշենկոյի եւ Ծառուկյանի հետ քննարկել այդ հարցը։ Որովհետև կարծում եմ, որ Լուկաշենկոն ընդհանրապես որևէ տարբերություն չկա ռուսական քաղաքական վերնախավից, Լուկաշենկոն հավասարապես շահագրգռված է, որպեսզի Հայաստանում ուրեմն գան իշխանության նրանք, ովքեր ում համար Հայաստանի պետականությունը գրոշի արժեք չունի եւ ինչպես Բելարուսն է դարձել միութենական պետություն, իրենց պատկերացմամբ Հայաստանը պիտի լինի հաջորդը եւ կարծում եմ եւ Ծառուկյանի մասնակցությունը հաջորդ տարի խորհրդարանական ընտրություններում իսկ դա կարծես արդեն հաստատված փաստ է եւ նրա դերակատարությունը Հոքուտ Քոչարյանի եւս վարչապետ չի ուզում դառնալ։ Այո, բայց ուզում եմ մասնակցել եւ հետո իր ձայները միացնել Ռոբերտ Քոչարյանին, ինչպես դա տեղի է ունեցել Գյումրիում, այսինքն Գյումրիի երկրորդ կրկնությունն է փորձարվելու իրականացնել եւ այդտեղ իհարկե մենք հասկանում ենք, որ շատ կարևոր դերակատարություն ունեն բոլոր
օլիգարխները, բոլոր քրեական շրջանակները եւ այդտեղ կասկած չկա, որ Ծառուկյանը դերակատարություն է ունենալու։ Եվ այստեղ իհարկե Լուկաշենկոյի եւ Ծառուկյանի անձնական ընկերական հարաբերություններն են շատ մեծ դեր խաղացել եւ գիտեք Պուտինը երբեմն Հայաստանին ուղերձներ հղում էր հենց Լուկաշենկոյի բերանով։ Լուկաշենկոն ինչ-որ հարցազրույցներում շատ կոնկրետ Հայաստանին վերաբերող այսպես հայտարարություններ էր անում եւ մենք ուղղակի հասկանում էինք, որ դա Պուտինի միջնորդավորված այսպես ուղերձներն են Երևանին հասցեագրված։ Լուկաշենկոն շատ կարևոր օղակ է առասարակ Հայաստանի ապագայի, Հայաստանի ծրագրերի հարցում եւ այդպեսին շարունակում է մնալ։ Էլ ինչ է քննարկվել այդ երակոմ հանդիպման ընթացքում, պարոն Բաբաջանյան։ Այլ մանրամասներ թույլ տվեք ուղղակի չբացահայտել։ Թեմաները ասեք, թեմաներ ինչ են քննարկել։ Դրանք նախընտրական բնույթ ունեն, բացառապես 26 թվականի ընտրություններին առնչվող հարցեր են։ Գաղտնի պահում ասեք, թող ժողովուրդն էլ իմանա։ Հիմա ձեզ ասում եմ, Մարեկ ջան։ Չէ, մնացածը, որ ասում եք, թույլ տվեք էլ մյուս մանրամասները չասեմ։ Դե ասում եմ, որ հիմնականում ինչ որ ասվել է, վերաբերում է ընտրություններին 2026 թվականի ընտրություններին եւ դրա նախորդող ժամանակահատվածում Ռուսաստանի հայ եկեղեցու դերակատարության մասին, թե ինչպես պետք է հայ եկեղեցին մասնակցի այդ ընտրություններին եւ ինչպես պետք է եւ նախընտրական եւ հետընտրական գործընթացներին ուրեմն դերակատարություն ունենա։ Բայց մի քիչ անհավատալի է ամեն դեպքում Լուկաշենկոյի այն հայտարարությունից հետո հայրնում են պետք հայտ կոշտ ձևակերպումից հետո վեհապար հայրապետի հանդիպումը նրա հետ մի քիչ այդ տեղեկությունը հավատալի չէ։ Կհանդիպեր կաթողիկոսը այդ հայտարարությունից հետո Լուկաշենկոյի հետ։ Միսկ այցելող կաթողիկոսը դրանից հետո կարծում եք որևէ պրոբլեմ ունի Լուկաշենկոյի հետ հանդիպել, իսկ Ծառուկյանը, որ ընկերություն է անում եւ դրանից հետո հանդիպել է Լուկաշենկոյին, դա պատշաճում է Ծառուկյանին, կարծում եք։ Նրանք մի թշնամի ունեն, դա Հայաստանի ժողովրդավարությունն է, Հայաստանի պետականությունն է, դա Նիկոլ Փաշինյանն է եւ նրան տապալելու համար կարծում եմ իրենք որևէ խնդիր չեն էլ տեսնում Լուկաշենկոյին հանդիպելու հայ եկեղեցին կարծում եմ եթե մի քիչ խիզախություն ունենար Կիրիլի պարգևատրմանը կարձականքեր կամ Պուտինի հայ եկեղեցու սուրբի Վարդովմեոս սուրբի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ մի հատ ծպտուն կհաներ։ Եկեղեցին այնքան դիրքավորված է ռուսական դաշտում, որ իմացեք որևէ հայտարարություն, որ Լուկաշենկոն է անում, Ռուսաստանն է անում, իրենք նույնիսկ դրա հետ շատ հաշտ են, շատ համերաշխ են, որտեղ դա իրենք դիտարկում են ոչ թե ժողովրդի դեմ արված հայտարարություն, այլ կոնկրետ իշխանության եւ իհարկե Լուկաշենկոն այդ հայտարարությունների համար հիմա զղջում է, որտեղ տեսնում է, որ Հայաստանը ոչ միայն պետք է օրինակ այլ շատ ավելի հզոր դաշնակիցների, Ռուսաստանից հզոր դաշնակիցների եւ կարծում եմ, որ Հայաստանում ժողովրդավարության այս գործընթացները տապալելու, դրանք շրջելու համար որևէ քայլի առաջ նրանք պատրաստ չեն կանգնել։ Շնորհակալություն, պարոն Բաբաջանյան, հարցազրույցի։ Ես եմ շատ շնորհակալ, Նարեկ ջան։